Հարցեր հիմնական զեկուցողին Վահագ Ալեքսանյան, Գեղամ Մանուկյան, դուք ինչ։ Դուք բանից նիստից հետո հարցեր կտեք։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ուղղակի ականջս ծակեց, որ տարբերակներից առաջինը 24 ամիս ծառայելն է, մենք 24 ամիս ծառայությունը ժամկետայինների համար դարձրել ենք 18 ամիս։ Չէ, նկատի ունեմ հիմա կարողա ստեղել է հենց պետք միանգամից այդ բառակապակցությունը 24 ամիսը դարձնել 18 ամիս, թե իրանց համար հենց 24 ամիսը պետք է մնա։ Այսինքն այս հարցը էլի հասցեագրենք։ Պարոն Սիմոնյան, հարցը շատ հետաքրքիր էր, հենց իրավական տեսանկյունից դուք մեզ պետք է ճիշտ լուծումներ առաջարկեք, հիմա քննարկենք։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, պարոն Ալեքսանյան, նման հարց նաև Գեղամ Մանուկյանի կողմից էր հնչել, նշեմ, որ այս օրենքից օգտվելու են 1999 թվականին ծնված, 2000 թվականին ծնված մեր տղաները, նրանք եթե ըստ ընթացակարգի գնային ծառայության, պետք է ծառայության մեկնեին 2018 թվականին կամ 2019 թվականին եւ այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եղել է 24 ամիս, այսինքն ենթադրաբար նրանց հասակակիցները գնացել են եւ ծառայել են 24 ամիս ժամկետով եւ նրանք քանի որ այս ընթացքում 9 տարի 10 տարի բաց են թողել եւ մենք նրանց հիմա տալիս ենք ծառայությամբ իրենց հայրենիքի պարտքը փակելու հնարավորություն, կարծում եմ, որ պետք է տանք նույն ժամկետով ծառայել են նրանց հասակակիցները։ Այլապես կլինի անարդար 1999 թվականի կամ 2000 թվականին ծնված մեր մյուս տղաների նկատմամբ, ովքեր 2018-ին գնացել են ծառայության 24 ամիս ժամկետով։